Վարչապետ, անդրադառնանք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջին որոշմանը մարտի 1-ի հետ կապված, դուք այսօր հենց այնտեղ եք, տեսեք, այս որոշումից հետո էլ, կարծեք թե փաստվում է սահմանադրական կարգի տապալում, մեղավորներ, գիտենք, որ իշխանությունների օրոք են եղել այդ ամենը, եղել, հիմա հարց է առաջանում, օրինակ, պետությունը, իշխանությունը որևէ բան պատրաստվում է անել այս ուղղությամբ, թե ոչ, անելիք ունեք, թե ոչ, որովհետև նշվում է, որ հենց իշխանության անգործության պատճառով չունեցանք բացահայտում, բայց տեսեք ՄԻԵԴ-ը այսպիսի որոշում կայացրեց։ Եվ միանգամից անդրադառնանք նաև վերջերս տեղի ունեցած այս փոխհրաձգությունների արդյունքում վենդետային, եւ Արաքս գյուղում եւ Հարաքար համայնքի ղեկավարի հետ կապված այստեղ էլ իշխանություններին կոնկրետ մեղադրանք կային մասով, որ երբ այլևս չի գործում օրենքը, մարդիկ դիմում են այսպիսի միջոցների, որովհետեւ չկա վստահություն, օրինակ նույն դատական համակարգով հարցերը լուծելու։ Ուզում եմ այս երկու հարցերին էլ անդրադառնալ եւ վերադառնալով նաեւ ՄԻԵԴ-ի որոշմանը, մենք գիտենք այդ ուժերը, որոնք ուղիղ պատասխանատվություն ունեն, հավակնում են մասնակցել 26-ի ընտրություններին ու ըստ էության անընդհատ իշխանությունը ասում է ժողովրդավարություն, բայց այդ նույն ընձեռած ժողովրդավարությունը փաստորեն նրանց օգնում է պայքարել եւ տապալել ժողովրդավարությունը։ Դուրս գալ ժողովրդավարության դեմ, այստեղ դուք մտահոգություններ չունեք։ Ես կարծում եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրները հիմա այդ թեմայով ունեն մտահոգություններ, որովհետեւ տեղյակ եք, որ հիբրիդային հարցակումները ժողովրդավարության դեմ հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Բայց ժողովրդավարությունը ունի կոմպոնենտներ եւ այդ կոմպոնենտների հետ կապված հարաբերություններն էլ պարզ չեն։ Օրինակ կա անկախ դատական համակարգի եւ ընդհանրապես անկախ դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքական իշխանության սահմանափակումները որպես սկզբունք, բայց հիմա հարցեր են ծագում այնուամենայնիվ քաղաքական իշխանությունը ինչում եւ ինչին պետքա միջամտի եւ որտեղ այն գիծը, որտեղ այդ միջամտությունը պետքա անթույլատրելի լինի։ Ընդհանրապես տեսեք այդ գործերը նույն փարաքարում տեղի ունեցածը ինքը հարցեր է բարձրացնում, բայց բնականաբար այդ հարցերը ինձ էլ են հետաքրքրել եւ անհանգստացրել։ Իդեպ հետևություններ արել եք ձեր գիտեք հետևություններ անելու մասին, արդյունքում կունենանք կանենք համապատասխան հետևություններ, պաշտոնանկությունների տեսքով։ Այո, ես կարծում եմ տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա նույն փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, որ զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա եւ դատավարությունը ընթանում է, բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, մյուս մասը կարծեմ, եթե չեմ սխալվում, տեղեկանքից ոնց որ թե մի հոգի է, որ կալանքի տակ է կամ գուցե մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում են, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարդարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարցը, որովհետև մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ որ process կա, եթե ազատության մեջ է, այսինքն ֆիզիկապես քայլում է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է, մենք պետք է հասկանանք ինչքան եւ ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ ունենալ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի